Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք խրթխրթան և շատ համեղ կաղամբի թթու։ Մեկ միջին չափի կաղամբը բաժանում ենք մասերի, որպեսզի շուտ թթվի։ Մեկ միջին չափի սխտորի ատամիկները կտրատում ենք շերտերով։ Եթե կծվի սիրահար եք, կարող եք ավելացնել նաև մեկ կծու պղպեղ։ Կծու պղպեղի վրա կտրվածք ենք անում, որպեսզի համը էլ ավելի լավ փոխանցի թթվին։ Որպեսզի կաղամբի թթուն ունենա գեղեցիկ կարմիր գույն, թթվին ավելացնում ենք մեկ մեծ կարմիր բազուկ։ Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ են, դասավորում ենք տարայի մեջ։ Տարայի մեջ դնում ենք սամիտ, կտրատած սխտոր և դափնու տերևներ։ Դափնու տերևներն ավելացնելուց առաջ կտրվածքներ ենք անում, որպեսզի համն ու բույրը էլ ավելի լավ փոխանցի թթվին։ Երբ բաղադրիչները դասավորել վերջացրել ենք, պատրաստում ենք աղաջուր։ Աղաջուրը պատրաստում ենք 1 լիտր եռացրած սառեցրած ջուր և 50 գրամ խոշոր աղ հարաբերակցությամբ։ Կարևոր է, որ թթվի աղաջուրը պատրաստված լինի եռացրած, սառեցրած ջրով, որպեսզի թթվի ջուրը լինի պարզ, իսկ թթուն խրթխրթան և համեղ։ Չեռացրած ջուր օգտագործելու դեպքում ջրի մեջ պարունակող քլորը կասեցնում է ֆերմենտացիան։ Թթվի վրա դնում ենք որևէ հարմարանք, վրան ծանրություն, որպեսզի աղաջրից դուրս բաղադրիչներ չմնան։ Անհրաժեշտ է թողնել 5-ից 7 օր և տեղափոխել սառնարան։ Այդ ժամանակ թթուն ունենում է հագեցած համ և լինում է խրթխրթան։